Գիտեք, որ այդպիսի պատմություն է եղել, երբ որ Խորհրդային Միության փլուզումը համաշխարհային հայտնի դիվանագետներից մեկը վերնագրել էր պատմության ավարտ, բայց կան նաև քաղաքական շրջանակներ, ովքեր պատմության մեկնարկը համարում են հենց կիրովականների և կիրովաբադների ժամանակաշրջանը։ Եվ ոչ մեկ չի կարող ասել, որ ոչ դա պատմություն չի եղել։ Եվ հղում անել ժամանակ առ ժամանակ այն իրավիճակին, երբ որ մեր տարածաշրջանում, գիտեք, պետք է հետևյալը արձանագրել, մեր տարածաշրջանը վերջին հարյուրամյակներում եղել է կայսրությունների տիրապետության ներքո։ Եղել է Պարսկաստանը, եղել է Օսմանյան կայսրությունը, եղել է ռուսական կայսրությունը, դրանից առաջ արաբական տիրապետությունը, դրանից հետո մոնղոլ թաթարական տիրապետությունը։ Եվ ինչպես խորհրդային ժամանակաշրջանում ստեղծվում էին կիրովականներ և կիրովաբադներ, արաբական շրջանը ունի իր կիրովականներն ու կիրովաբադները, պարսկական շրջանն ունի իր ժամանակաշրջանի կիրովականներն ու կիրովաբադները, Օսմանյան ժամանակաշրջանը ունի իր ժամանակվա կիրովականները և կիրովաբադները, ում մոռացա, մոնղոլ թաթարական շրջանը ունի իր ժամանակվա կիրովականներն ու կիրովաբադները, բյուզանդական ժամանակաշրջանը ունի իր ժամանակվա կիրովականներն ու կիրովաբադները, և մենք պետք է զգույշ լինենք պատմության հետ։